Քիչ առաջ Մոսկվայի մեր զրուցակիցը ասում էր Ռուսաստանը այս պահին շահում է նավթի եւ գազի գնի թռիչքից։ Գուցե այն երկրները, ովքեր զբաղվում են նավթի վաճառքով եւ այս պահին իսկապես Հորմուզի նեղեցի փակման հետևանքով նավթի գները աճել են, այո, կարող են այդ երկրները այդ եւ գնի բարձրացումից շահել եւ ռուսական կողմի դեպքում նաեւ քանի որ Իրանի նավթի հիմնական գնորդը Չինաստանն է, գուցե նաեւ նրա համար առաջանա հնարավորություն այդ մատակարարը դառնալու, այսինքն այս առումով այս ասպեկտը եւս կա, եթե Իրանը չի կարողանում այս պայմաններում մատակարարել օրինակ Չինաստանին իր նավթը։ Իրանը ունի այս պահին հստակ երևացող դաշնակից։ Հստակ դաշնակից ինչպես որ ունի Իսրայելն է, Իրանը ոչ չունի, բայց առնվազն քաղաքական դաշտում հռետորաբանական մակարդակով երևի թե կարող ենք մատնանշել Ռուսաստանին եւ Չինաստանին, այլ Իրանի դիրքերից հանդես եկող կամ առնվազն չեզոք գոնե հանդես եկող դերակատարները շատ քիչ են եւ որպես ռեալ դաշնակից Իրանի համար իր պրոքսիներն են, որոնք սակայն շատ թուլացած են եւ որոնց գործողությունների այդ հնարավորությունները եւս սահմանափակ են, թեկուզ հենց Հեզբոլլահը եւ մյուս ուժերը Սիրիայի մասին այլևս չենք խոսում, որովհետև Սիրիան ըստ էության այլևս Իրանի դաշնակից պետությունը չէ, ինչը իհարկե շատ մեծ հարված էր Իրանին։ Պեսկովը այսօր ասում է Իրանը մեզ չի դիմել օգնության հարցով, իսկ եթե դիմի կախված է նրանից թե ինչ տեսակի օգնության մասին է խոսքը եւ ինչ է ակնկալում Իրանը։ Համենայն դեպս պատերազմից առաջ Իրանը ակնկալում էր զենքեր, սպառազինություն եւ Իրանը պայմանագրեր էր կնքում ռուսական կողմի հետ, բայց բնական է, որը ենթադրաբար ինչ որ ուրեմն սպառազինություն ստացել է, կարծեմ գործանիշներից առնվազն ինչ-որ խմբականակ ստացել է, բայց քանի որ հնարավոր չէ միանգամից պայմանագիր կնքել եւ ստանալ, դա գործնականում անհնար է։ Բնականաբար շատ ապրանքներ ստանալու էր հետագա առաջիկա տարիների ընթացքում ու այս առումով շատ գործարքներ մնացել են դեռևս անկատար։ Ժանա, այդ Իրանի շուրջ շրջանակը մենք որոշակի նկարագրեցինք։ Իսկ Իրանի ներսում ինչ կարող է տեղի ունենալ։ Իրանի ներսում այս պահին դեռևս այսպես սպասողական վիճակ է։ Ինչքանով փորձեր գերագույն առաջնորդը ընտրելու նկատի ունեք թե անկարգությունների ցույցերի։ Հա, Իրանի ներսում առաջացնել քաղաքացիական ընդդիմման, ալի։ Այս պայդրությամբ իհարկե ինչ-որ նշմարումներ կան որոշակի այսպես բողոքի օջախների, բայց դրանք շատ քիչ են եւ շատ սահմանափակ են ու չեն կարող խոսել բողոքի ալիքի արկայության մասին այս պահին։ Այլ հարց է, թե արդյոք նման խնդիր կդրվի թե ոչ, եւ եթե դրվի, ապա երբ կդրվի նման խնդիր, արդյոք հիմա պատերազմական գործողությունների փուլում, թե պատերազմի ավարտից հետո, որովհետեւ պատերազմի ավարտից հետո հաստատ շատ ավելի հեշտ է դա անելը, որովհետեւ Իրանը լինելու է այնպիսի Իրան, որը առնչվում է ճգնաժամերի ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսական կոլապս, էներգետիկ խնդիրներ, ռազմական կարողությունների մասին այլևս չենք հիշատակում հաշվի առնելով այս պատերազմին գրած վնասներ։ Այսինքն Իրանը դուրս է գալիս ճգնաժամերի մեջ խրված ու այդ պայմաններում բողոքի ալիքի առաջացումը արդեն դա կլինի սոցիալ-տնտեսական խթանով, թե հենց քաղաքական խթանով, էական չէ, դրան պարզապես խթան է անհրաժեշտ ու վերջ։ Այնինչ ասում եք Իրանի պարտության դեպքում։ Առհասարակ պատերազմի ավարտի դեպքում անկախ նրանից պատերազմում Իրանը հաղթանակ կտանի թե ոչ կամ կպարտվի թե ոչ, ընդ որում սրանք էլ են հարաբերական հասկացություններ, ինչ է նշանակում հաղթանակ, որն է Իրանի դեպքում հաղթանակը եւ որն է պարտությունը, անկախ ամենից պատերազմից հետո Իրանը բախվելու է ճգնաժամերի ու այդ ճգնաժամին պետք է դիմակայի։ Նամանավանդ եթե շարունակվում է այս համակարգը գործել, շարունակում է գործել նույն տրամաբանությամբ կամ ավելի կոշտ, հետեւաբար այն զանգվածը, որը Իրանի ներսում կա եւ որը դժգոհ է այս համակարգից, բնականաբար այդ զանգվածի համար պարզապես խթան է անհրաժեշտ լինելու, որպեսզի դուրս գա բողոքի ալիքի։ Օրինակ քրդական գործոնը, որ էլի հիմա շրջանառում։
Քրդական գործոնը կարծես հենց հիմա են փորձում ակտիվացնել, գիտենք, որ իրանական քրդական նահանգներում կար այդ խնդիրը, քրդական անջատողական զինյալ խմբերի, իհարկե դա երբեք չի ունեցել այն դրսևորումները եւ մասշտաբը, ինչ օրինակ եղել է տարածաշրջանի այլ երկրներում, որտեղ կան քրդեր, այս առումով դեռ պետք է հասկանալ, թե որքան ունակ են այս խմբավորումները, բայց ամեն դեպքում հիմա կոնկրետ փորձեր կան, այս մասին է վկայում ոչ միայն մամուլի, այսպես հայտարարությունները իրենց տարբեր աղբյուրներին հղումով, որ քրդերին զինելու փորձ է կատարվում, այլ նաև երբ որ նայում ենք հարվածների տրամաբանությանը ու թիրախներին։ Այս օրերին շատ ակտիվորեն իսրայելо-ամերիկյան հարվածների թիրախում են Իրանի քրդաբնակ շրջաններում սահմանային ուղեկալները, ռազմական ենթակառուցվածքները, ոստիկանական ենթակառուցվածքները, այսինքն կոնկրետ այս սահմաններում անվտանգային վերահսկողությունը թույլատնելու ջանքեր են գործադրվում, որպեսզի հնարավորության դեպքում այդ քրդական անջատողական խմբերը ակտիվանան եւ առնվազն խոչընդոտ ստեղծեն, խնդիր ստեղծեն, նոր ճակատ բացեն իշխանություններին։ Ռազմական հասկանալի է, ոստիկանական բաժանմունքներին ինչու են։ Սա էլի մի քանի ասպեկտ ունի, առաջին հերթին հենց ներքին կայունությունը թույլատնելու համար ու նաև թեկուզ եթե դիտարկենք հենց նույն ցույցերի համատեքստում, հավանական ցույցերի դեպքում ռեսուրսների նվազ լինելու եւ ռեսուրսների ջլատված լինելու խնդիր առաջացնելու համար։ Փակ է նաև Իրան-Թուրքիա սահմանը։ Որոշակի խափանումներով էլի, ինչպես Հայաստանի դեպքում էր գործում, այսինքն նույն տրամաբանությամբ է։ Այս պահին դժվար է ասել, չէ՞, ուն են տանում այս գործողությունները, հանգելու թե հակառակը։ Այո, իհարկե շատ դժվար է կանխատեսել, թե ինչ է լինելու, բայց կարծում եմ այս պայծրությամբ դեռևս չի երևում, որ գործողությունները գնում են դեպի հանգում։ Ընդհակառակը դրանք դեպի շարունակականության են տանում։ Հայաստանի կեցվածքը ինչպեսին կգնահատեք։ Կարծում եմ այս պայծրությամբ Հայաստանը փորձում է հնարավորինս այսպես չեզոք կամ բալանսավորված առնվազն քաղաքականություն ունենալ։ Ես չեմ կարծում, թե այս պայմաններում մենք ունենք ավելին անելու հնարավորություն կամ կարողություն, ինչ որ Հայաստանից այլ ակնկալիքներ։ Իհարկե, այս առումով չեմ կարծում դա ինչ որ խնդիր է ու հավելյալ շատ բարոյական։ Ամեն դեպքում Հայաստանի համար այս իրավիճակը բնականաբար եւս խնդրահարույց է եւ մեզ վրա իսկապես ազդում է ընդորում բոլոր ասպեկտներում է ազդում, բայց մեր ունեցած լծակները այս իրավիճակի վրա ազդելու բնականաբար չկան կամ շատ քիչ են։ Միանշանակ, քանի որ Իրանը մեր առևտրային կարևոր գործընկերներից է, առաջնային գործընկերներից է ու առնվազն տրանզիտ երկիր մյուսների հետ։ Այո, եւ տրանզիտ երկիր ընդ որում մեր ունեցած երկու բաց սահմաններից մեկն է, այս առումով բնականաբար մեզ համար շատ խնդրահարույց է պարզապես ունենալ մեկ սահման, եթե այս սահմանը ինչքան շուտ ավարտվի, այնքան մեր շահերից։ Միանշանակ, ինչքան շուտ ավարտվի, այնքան երկրորդ ինչպեսի իշխանություն կամ ինչպեսի Իրան կլինի պատերազմից։ Ինչպեսի Իրան կլինի պատերազմից հետո, այո, սա կարևոր հարցն է, այստեղ այս հարցը կարևոր է նաև Միացյալ Նահանգների վերջնանպատակների համատեքստում, որն է այն Իրանը, որը նրանք ցանկանում են, այսինքն համակարգի տեսանկյունից, այլ առումով մեզ համար հասկանալի է, թե ինչ Իրան են իրենք ցանկանում։ Իրենք ցանկանում են ներուժ չունեցող Իրան, ռազմական ներուժ, միջուկային կարողություններ, տարածաշրջանային հավակնություններ չունեցող Իրան, որը իրենց շահերին մարտահրավեր չի նետի այս տարածաշրջանում, թե Իսրայելի, թե Միացյալ Նահանգների, բայց համակարգի մասով իրավիճակը մի փոքր ամենուր հակասական է, այսինքն ամենուր Թրամփից տարբեր հայտարարություններ ենք լսում ու հասկանալի չէ, ի վերջո իրենք պատրաստ են այս համակարգը ընդունել, թե գնալու են մինչև վերջ ու փորձելու են հենց այս գործողությունների շրջանակներում հասնել համակարգի փլուզմանը, թե պարզապես կբավարարվեն նրանով, որ համակարգը բախվի այնպիսի ճգնաժամի, որ պատերազմից հետո արդեն գնա աստիճանական քայքայման։